Ես ընդամենը ասում եմ մի բան, այդ իմ երկու թորների արդյունքների համար հետո պատասխան կտան։ Պատասխան կտան ոչ թե ահաբեկում եմ, այլ պատասխան կտա կրվելով։ Կրելու եմ մեկ է, գյումրեցիների չգարում Ուրեմն խփեք իշքան կարող եք, կալանավորեք իշքան կարող եք, կալանավորեք ում ուզում եք, ին վրա էլ եք քրական գործառույց է, կարող եք ինձ էլ կալանավորել, պետք է մանդատից էլ, կուզեք այսօր էլ մանդատից է հրաժարվին, որ հնարավորություն ունենաք շուտ կալանավորելու, այդ խառնակցության վերջը տվեք, երեք ասեցի, ես ատորը չարժի այդքան, որ քաղաքի մեջը ձեր տղուն դրեցիք այս վիճակի մեջ, այդ տղեն, այս քաղաքում քչի չադից ապրած անուն հարգանք պատիվ ունեցող տղա էր, ինչ երեցիք այդ տղու գլոխը, դուրերը դեգավ այսօրվա այս հանդիպումը, դուրերը դեգավ ամբողջ օրը այս տղուն դրեցիք պատուդար ու այս վիճակի մեջ այդ տղուն քցելու իմաստը որն էր, ինչ է երեք ձեր դավադրությունը գյումրեցիների նկատմամբ բացահայտել է, ինչ է բացահայտ ասեցի, ռիսկ ունեցա կանգնել շիդակ ասել, որ իշխանությունները ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուրճացնում են, արհեստական տոկոսներ են տալիս այդ թեկնածուին, որպեսզի վաղը մյուս օր գյումրեցին չուզենալով այդ թեկնածուին քաղաքապետ տեսնել, չգնա Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկի, չգնա քվեարկի։ Երեք հստակ բացահայտումը արել եմ։ Բացահայտում անելուց հետո գիտե երեք իրգուն գրասենյակում ասել եմ պատրաստվեք ձերբակալությունների, պատրաստվեք, ես գիտեմ ինչ եմ ասել, ես գիտեմ ինչ եմ խախտել, ես գիտեմ ինչ ծրագիր եմ փչացրել։ Կոնկրետ էլի պնդում եմ Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեին, edek ուզում իմանալ, չենք թույլ տալու։ Գյումրեցիներ ջան, Մարտուն Գրիգորյանը իր ձենը պահելու է։ Հորս էլ կալանավորեն, կնստի ոչինչ թող նստի։ Տղուս է կալանավորեն, թորներից կպահեմ, չէ աղբերներս կպահեն, խնդիր չկա։ Ուրեմն էլի տեղ ասեմ, մյուս տղաներից է կալանավորեք, ինձ է կալանավորեք, մեր տան կանայք կարող են էլի որպես տղամարդ իմ ընտանիքս կպահեն։ Դուք մտածեք, որ վաղը մյուս օր քաղաք չեք կարողանալու դուրս գաք։ Դուք մտածեք, որ այս տարիներ կանցնի, այս իշխանությունն է կերտա։ Գրիգորյան Մարտունը 3 իշխանությունների օրոք եղել է ընդդիմություն, 3 իշխանությունների օրոք եղել է պատգամավոր, 3 իշխանությունների օրոք փորձել են Մարտուն Գրիգորյանի դուխը կոտրել, փորձել են Մարտուն Գրիգորյանին ճնշեն, 3-ի մոդել չի ստացվել, չի ստացվի նաև ձեր մոտ, չի ստացվի նաև ձեզանից հետո գալացողի 26 թվին ով որ եկավ իրա մոտ չի ստացվելու, լինելու եմ Գյումրու քաղաքապետը 26 թվից հետո էլ ով եկավ իշխանության պարտավոր է հետս հաշվի նստելու, որովհետև գյումրեցիներն են իմ թիկունքին կանգնում։ Ուրեմն, այս ամբողջ օրերի ընթացքում պահել եմ հավասարակշռությունս։ Եթե մտածում եք, որ հավասարակշռությունից դուրս եմ եկել, չարաչար սխալվում եք։ Եթե մտածում եք, որ վրդովվել եմ, այսպես չգիտեմ ինչի արդյունք է, չէ, իհարկե հեչհաջելի չէ, որ տնից համ հորդ, համ թիգունքիդ են խփում, համ թևդ են կտրում, ուրեմն գիտեցեք, թակ թևով էլ եղնի, հետներդ կռիվ կուտամ։ Ուրեմն գիտեցեք, վաղ չկա, գյումրեցիներ ջան, ձեր ճիգյարը ուդեմ, 12 թվին էլ են ընձեցպես վարվել, 12 թվին է ուրդեղ կմիացնեին տո սպանություն, տո չիրեմ ինչ, տո ամեն ինչ իմ անվանս հետ կաբել են, այսօր էլ պատրաստ եմ, սպասում եմ գազի գործ, տան գազը, տան լույսը, տան չիրեմ ինչը, գիտեմ, սպասում եմ, պատրաստել եք, ծրագրել եք, ուրեմն ինչ արել եմ, լավ եմ արել, եթե արել եմ, ուրեմն գյումրեցիներ ջան, եթե դուք պետք է խաբվեք, այս մանիպուլյացիաներով, այս սուտ, սդից սարկած բաներով, կրող թեկնածուին իշխանությունը ուզում է խփել, ամսի 30-ին խնդրանքս է, բոլորդ մեմարտու պես ելեք ոդի, քաղաքացիական պայմանագիրը շանս չունի Գյումրիում կրելու, հստակ ասում եմ, ելեք ոդկի, մասնակցեք ընտրություններին, կրելու եմ այս ընտրությունները, կրելու եմ,
Երկու հոգի տնից կալանավորված են, չափս չեմ ասնում էլի։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում գյումրեցիները ասեցին ջան Մարդուն ջան ցավը տանեմ ամենա հավեսով քարոզարշավ ենողն է, ամենա դրայվով, սպես հավեսով, թիմս հաջույքով հավես է ստացել քարոզարշավ ենելուց։ Վայելել է ամեն մեծ երբերումը, կամած, այսպես ստոգոս վաստակելով ելել ենք ու պահել եմ հավասարակշռվածությունը թիմի կանանց ուղղություն տալ հարվածել որպեսզի կանանց պատասխանեմ բայց այդ տղեն եմ որ կանանց պատասխանեմ բայց այդ տղեն եմ որ կանանց հետ մտնեմ կռվի մեջ ուրեմն էլի պահելու եմ հավասարակշռվածությունս էլի կրելու եմ ուրեմն կրելուց հետո էլ որպես գործող իշխանություններ հետներդ աշխատելու են։ Այնպես եմ աշխատելու որ երնեք տակ այսօրվան, որ բարով են կալանավորել Մարդունի հորն ու տղուն, ու Մարդունը դրա արդյունքում գյումրեցիները ոտի ելան Մարդունին ընտրեցին, ու սպես քաղաքապետ ունեցանք, որ գործող իշխանություններին էլ հետը պաշճագատերավ իրար ուժեղ քաղաքապետ աշխատելով։ Ուրեմն հիշեք այսօրը։ Ընդրվելու եմ, ընդրվելու ես Առաջ ասված ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, ես ճիշտ ասած այս պահին տեղյակ չեմ, չգիտեմ վերջին ինչ որոշում կայացրեցին, կալանավորեցին հորս ու տղայիս կալանավորել են թե չէ, գործը մտել է դատարան, շիբինի ընտրակաշարքի պատրվագով տնից երկու հոգու կալանավորել են, ին վրա է չգիտեմ գյումրեցիներին փայտ բաժանելու համար, թե չգիտեմ ինչի համար նմանատիպ է բանել, ով ում հետ ինչ է խոսացել, որից տեղյակ չեմ ծանոթացել եմ, ես էլ եմ մասնակցել այդ քննությանը, իբր թե ես էլ եմ դրա մեջ ներգրաված, ուրեմն 7 տարի ունեի հնարավորություն Այնպես պահեք այս քաղաքի ժողովրդին, որ այդ փեդի կարիքը չունենային։ Ձմերը այս ցրդուն չմրսեին մահանային տնակների մեջը, որ պատգամավոր Մարդուն Գրիգորյանն եթե արել եմ, չեմ արել ժողովուրդ ջան, եթե արել եմ էլ, չեմ արել, եթե արած լինեմ, ես ուրեմն 18 տարի եւ դրանից առաջ իմ ծնողներն ու հորեղբայրները արել են ու մենք էլի շարունակելու ենք անել։ Անկախ նրանից, որ չեք ուզում տեսնել, որ կա մարդ Գյումրիում ով ձեռքը գրբանն է տանում ու այն կարիքավոր մարդուն օգնում է, օգնել եմ ու պետք է օգնեմ, բայց ցավը այն է, որ այս պահին Մարդուն Գրիգորյանին չեղած բանի համար քրեական գործ են հարուցում վրեն, իբր թե բան են կդեվերես կպնելու։ Հենց իրենց թեկնածուն, ով որ բաց այդ քարոզարշավի ժամանակ ասում է, ես նորմալ եմ ընդունում։ Անկախ նրանից, որ քաղաքային բյուջեի միջոցներից է Շիբինա Պատումը արել այդ մարդը ու քաղաքային բյուջեից է մարդկանց տվել այդ փայտը օգնությունը, մարդը բառացի ասում է, «Պրծավ էլի կղրգեմ»։ Մենք բոլորս ուրախացել ենք, մալադես տղեն, կարիքավոր մարդ է, փեդ են ուզել տվել է, «Պրծավ էլի կուտա»։ Որից մտքով կարող է անցնել, որ Ձմերը մրսող գյումրեցուն փայտ տալու համար բողոք ես մարդու վրա, որ գնան դատեն։ Ժողովուրդ անհասկանալի է։ Մի խոսքով, շնորհակալ եմ ձեր ցավը տանեմ։ Պարոն Գրիգորյան, այսինքն այսօրվա տարածած ձայնագրությունը, որի մեջ նաև այդ վառելափայտի մասին էր խոսում, դա ենթադրաբար ձեզ էին վերաբերում։ Չեմ էլ կարող հասկանամ։ Ոնց որ թե այդ չի, այն ինչ որ ձայնագրությունը դրված է։ Ուղղակի ես մտածեցի Շիբինի գործն է, ասինք թե նորմալ է, էլի կատակեցինք, բան արեցինք, մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի տուտա սյուտա, այդ վիճակների մեջ պարզվում է, այս մարդիկ գնացել են, հասել են, չգիտեմ, հերուներ խորացել են ու դրանով պայմանավորված լուրջ ուզում են Մարդուն Գրիգորյանին խանգարեն, կանխեն։ Անհասկանալի գյումրեցիներ ասելիքը ձերն է, ես հիմա ասեցի, առաջադրվելուց է ասեցի, ես առաջադրվում եմ, թիրախ եմ դառնալու, թիրախ եմ դարձնելու ընտանիքիս անդամներին, թիրախ եմ դարձնելու ընտանեկան բիզնեսն ու մյուսը, արդյունքում
իշխանությունները հետևողական գնում են այդ ամեն ինչին։ Հետո ասում են նախկինների ժամանակ, այս նախկինների ժամանակ են, դե որ այդքան նախկիններից է խոսում, նախկինները հենց այստեղ տեղն է ասել, որ նախկինները գոնե այդքանը հասկանում են, որ մարդու ընտանիքին, մարդու սրբությանը չի կարելի կպնել։ Քաղաքականություն է, կպնում եք կպեք ընձի, ընտանիքիս անդամներին կպնել, որով որ ցույց տաք, որ ինձ հավասնում եք, ընտանիքիս անդամներին կպնելով փորձեք նախկին իշխանությունների օրոք, բոլոր իշխանությունների օրոք ճնշվել են, փորձել են, խանգարել են, ոչ անձնական ֆինանսականին են կպել, ընտանեկան բիզնեսին, ոչ ընտանիքի անդամներին են կպել։ Իշխանություններ, գնացեք ընտանիքիս է կպեք, բիզնեսից է կպեք, ինչին կուզեք կպեք, ընտանեկան բիզնեսին, հմել մի ամեն լիսեն պատգամավորը բիզնես ունի։ Մեր խոսքով ամեն ինչ ունեցել ենք, աշխատանք ունեցել ենք, ապահովված ընտանիքի տղա եմ եղել, ես էլ եմ աշխատել, հերս էլ է աշխատել, հորողբերներս էլ են աշխատել, տղեկս էլ հիմի շարունակում են աշխատել, այս քաղաքի մեջը բարիք ստեղծող մարդիկ ենք եղել, հեշտ մեկի գրբանը չենք մտել, պետական բյուջեի հետ կապ չենք ունեցել, մենք մեզնով երել ենք կարիքավոր մարդկանց հետ թիգունք ենք կանգնել ենք ու էլի պիտի կանգնենք, Գյումրեցիս կարիք ունեցավ կանգնելու եմ, Արցախցիս կարիք ունեցավ կանգնելու եմ, ինչքան է ցավտակ կանգնելու։ Շնորհակալ եմ ձեզ։